Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Շաբաթվա տարբեր իրադարձությունների մասին եւ ներքաղաքական, եւ արտաքին քաղաքական, եւ նախընտրական այս մթնոլորտի մասին այսօր զրուցելու ենք բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև։ Ճիշտ ասած, որ հաղորդում պատրաստում էի, մտածում էի ինչից սկսենք մեր զրույցը, ինչպես ներկայացնենք այս շաբաթվա իրադարձությունները մեզ լսողներին, եւ մտածում էի, որ այնքան շատ են թեմաները, եւ դա վկայում է այն մասին, որ ընտրությունները սարերի ետևում չեն, եւ բոլորիս ուշադրությունը դրան է սևեռված, եւ մի տեսակ կարծես թե արագացել են իրադարձությունները Հայաստանում, հա, գրեթե ամեն օր տարբեր ինֆորմացիաներ ենք ստանում, տարբեր իրադարձություններ են լինում, որոնք նաև փոթորկում են մարդկանց եւ համացանցում մեծ արձագանքներ, աղմուկ եւ այլն եւ այլն։ Իհարկե, այդ բոլորի որպես խորագիր, այսպես ասած, ես միշտ մտածում եմ, ասում եմ, ընտրություններին ուղղված գործողություններ եւ ընդդիմադիր դաշտի եւ քաղաքական իշխանության կողմից բոլոր գործողությունները ուղղված են, միտված են այդ իրադարձություններին եւ հիմա մենք այս շաբաթվա մեջ անսպասելիորեն հանկարծ իմացանք, որ իշխանությունը, որը 1 ամիս առաջ հայտարարում էր, որ չի կարող թոշակները բարձրանալ, որովհետեւ մարդիկ նախ այդ 10,000-ը չգիտեն ինչպես ծախսեն, երկրորդն էլ նման միջոցներ չկան բյուջեում տեղակայված, նույնիսկ նախարարներից մեկը հայտարարում էր, եթե ուզում եք թոշակները բարձրացնենք, ուրեմն պիտի ուսուցիչներին, չգիտեմ, զինծառայողներին, էսին թոշակ աշխատավարձ չվճարենք։ Հիմա հանկարծ պարզվեց, որ հայտնվեցին այդ միջոցները 10,000 դրամի չափով, մաքսիմում 10,000 դրամի իհարկե թոշակներ են ավելացնում ընտրությունների շեմին եւ ապրիլի 1-ից է գործելու այդ օրենքը եւ մենք հետաքրքրվեցինք թե դա որ միջոցներից է, ասացին պահուստային միջոցներից։ Մինչդեռ պահուստային միջոցները գիտենք, որ արտառոց դեպքերի համար է պետությունը կիրառում, ոչ թե թոշակ աշխատավարձ կամ նպաստ վճարելու համար։ Մենք էլ ենք արդեն կարծես թե ես էլ դուք էլ թոշակի տարիքի ենք եւ ստանում ենք այդ կենսաթոշակը, վատ չի որ 10,000 դրամ ավելանում է, բայց դա ինչ է փոխելու մեր կյանքում, այո 10,000 չի ավելանում, այո, մի 4-5,000 դրամ։ Այո, այդքան էլ չեմ հավատում, հա։ Գիտեք ինչ, ախր ցավալին նա է, որ ինչ որ իրադարձություններ են լինում մեր իրականության մեջ, որ այն շատ պարզ են անթակույց, ինչ բառ ասեմ, երևում թե ինչի համար է արվում։ Այո, հասկանում եք։ Այն աստիճան պարզունակ է այդ ամեն ինչը, որ անգամ եթե ուզում ես խոսես, մի տեսակ գիտեք ինչ զգացողություն, որ արես խոսես։ Բայց պարզ չի։ Հա, բոլորը գիտեն, չէ՞, բոլորը հասկանում են ինչի համար է։ Այսինքն այն խայտառակությունը նախ ինչ որ բաներ է լինում, որը չգիտեմ ինչ բառ ասես, որ համապատասխան լինի, ուղղակի ամոթ է, էլի, այդպես բաներ չպետք է, ինչ է նշանակում 10,000-ը ինչ անելու թոշակով։ Դե լավ, էլի, դե լուրջ չի։ Ախր գիտեք ինչ, եթե նայած ինչ հարթության վրա ենք այդ ամեն ինչը նայում, հասկանում եք, կամ դու ինքդ ինչ հարթության վրա ես։ Ես ամեն ինչ սկզբից ահավոր ծանր էի տանում։ Հասկանում եք, sense փուլեր է, չէ, որ ողբերգությունա, պատերազմա, դա մի սարսափելի բան է։ Հետո սկսում ես ահավոր ներվայնանալ։ Հետո գալիս է մի պահ, երևի ես հիմա այդ վիճակի մեջ եմ, որ մի շատ լավ խոսք կա, ասում են, չգիտես, լաց թե խնդաս։ Այ այս իրավիճակի մեջ են։ Այսինքն բաներ է կատարում, որ դու զարմանքից, ապուշ կտրելուց, չես հասկանում, դա տրագիկոմեդիա է։ Մեր շուրջը տրագիկոմեդիա է։ Կոմեդիա իրանք խաղում են, ընդհանուր մենք տրագեդիայի մեջ ենք։ Ինչ է նշանակում 10,000-ը ինչ պետք է անեք, հետո ամիջապես պարզվում է, որ 10 միլիոն փող տվել է յուրայիններին։ Այո, հետո տեսավ, որ կարող ենք տալ իր նախարարին։ Իր նախարարը 7 միլիոն, 8 միլիոն ինչի անելու։ Թոշակի, քանի տարվա թոշակն է։ Այսինքն դա էլ է աբսուրդ, մեկը մեկից աբսուրդ եւ 10,000 չիմանալ ծախսելն է աբսուրդ եւ 10 միլիոն պարգևավճարն է աբսուրդ, որից հետո արձագանքը բնականաբար պետք է լիներ, հետո հայտարարում ես, որ չնայած բյուջեում նախատեսված չի, չնայած մենք չգիտենք այդ 10,000-ը խեղճ ու կրակ ինչ ենք անել, բայց դու այնուհանդերձ մեծացնում ավելացնում, դե ամոթ չէ։
Լավ, կարծում եք ազդելու է դա մարդկանց գիտակցության վրա։ Այդ նույն կենսաթոշակառուն դրա ես չգիտեմ, դուք հիմա շոշափում եք շատ ծանր թեմա, իմ կարծիքով։ Թերևս այսօր մեր իրականության մեջ ոչ թե մեր ղեկավարներն են կամ մեր պետական այրերն են խոսքով անհասկանալի ու զավեշտալի ու չգիտեմ ինչ, ամենատխուր նաև, բայց այսօր ամենատխուր թեման ինձ համար ժողովրդի այն հատվածն է, որ պետք է հավատա, հասկանում եք։ Հավատա եւ իր համար իր կյանքում այնքան դեր է խաղալու մի քանի հազար դրամ։ Մեր ժողովրդի այդ հատվածը, որ անվերապահ սիրահարվեց եւ մնաց այդ ազդեցության տակ, ինձ համար այսօր մեր ամենամեծ ողբերգությունն է, անկեղծ ասած, հասկանում եք։ Դա այնքան շերտեր ունի, դա նշանակում է, որ ինչքան մարդ կա մեր շրջապատում, որոնք սթափ հայացքով, շատ մեղմ եմ ասում, սթափ հայացքով չեն կարողանում նայել իրականությանը։ Այդ շատ տխուր է։ Եվ տեսեք, փոքրիկ զուգահեռ տանեմ էլի, այսինքն այդ մի քանի հազար դրամը իրենց ամսական եկամտին ավելանալը ավելի կարևոր է, քան ասենք Արցախի կորուստ, զոհեր, պարտություն, կամ անցած օրը Ալիևի այդ բարբաջանքները, որ ասում է Թշնամի դավաճան, թշնամի պետություն է Հայաստանը եւ մենք հայերից խլեցինք, այո, մեր ամեն մի սանտիմետրը հետ նվաճեցինք եւ վիրավորական նվաստոցուցիչ մի ելույթ է ունենում։ Շատ, այո։ Գիտեք ինչ, այդ դրա համար եմ ասում, ինձ համար ամենաողբերգական հատվածը հենց դա է, որովհետեւ տեսեք մենք 20 թվականին ըստ էության Արցախ կորցրեցինք։ Արդեն բարձր էր ինչ էր լինելու։ Մենք մեր ինչ 2-3 սերունդ հողա դրեցինք։ Հասկանում եք, դա ինչ ջահելներ, ոսկի սերունդ։ Դա որ պատկերացնում եք, էլի sense գլխատվեց, սերունդը գլխատվեց, հասկանում եք։ Բայց այդքանից հետո այդ սերը չմարեց ու գնացին ընտրեցին։ Ու գիտեք, էլի որն է ամենաողբերգականը, երբ սկսեց հակատրամադրություն, երբ որ ֆինանսական ինչ-որ տների գներ, չգիտեմ, գույքահարկը բարձրացեցին, աղբի-հարկ, չգիտեմ ինչ, հետո ինչ-որ հարկեր, տենց մի խոսքով, շատ զուտ կենցաղային, շատ, ու հանկարծ ինչ-որ մի խավ սկսեց անիծել, այսինքն այո, արժեքների կործանում, խորտակում, այդպես ասած։ Ու հիմա ասում եք քանի հազար դրամ, իհարկե դա ոչինչ չի փոխելու։ Մանավանդ այսօրվա գների պայմաններ ոչ մի բան չի փոխելու։ Բայց դե գիտեք ինչ, ձևը գտել են էլի խաբելու։ Այո, այո։ Եվ ամենացավալին, որ խաբվող կա։ Այո։ Եթե խաբվող կա, ինչու խաբվող չպիտի լինի։ Ապրեք։ Ահա։ Այո։ Բայց նաև գիտեք, այս քայլերը վկայում են այն մասին, որ վատ է իրենց վիճակը, հա, իրենք հասկանում են, գիտակցում են, որ իրենք շանս չունեն վերընտրվելու, դրա համար դիմում են այս հուսահատ քայլերին։ Հիմա այդ հուսահատ քայլերի մի հոսքի մեջ ենք հայտնվել, հա, ամեն օր լսում ենք, մեկ ասում են ջրի գրաֆիկը փոխեցին անմիջապես կառավարության ջանքերով հետ պտտեցրին, որ 17 ժամ չլինելու, այո, հետո հայտարարեցին, որ 1 միլիոն դրամից պակաս տրանսֆերները չեն գրանցվելու, չեն հարկվելու, չեն հայտարարագրվելու, էլի տենց անընդհատ ինչ-որ զիջումներ, անընդհատ քայլեր, հա, անցած օրը Տիգրան Ավինյանն է ելույթ ունենում, ասում է, մենք որոշեցինք ապրիլ ամսից բարձրացնել մեր մանկապարտեզների, աշխատակիցների աշխատավարձերը 30%-ով, չգիտեմ ինչ, այսինքն իրենք դիմում են ցենց քայլերի եւ վերջին անակնկալը հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ամուսնալուծվել են եւ մարդիկ դա անցալեցին նորից նախընտրական տրամաբանության այդ շղթայի մեջ, հա։ Ինչու են դիմում այս քայլերի, նշանակում է, որ իրենք շատ լավ գիտեն, այդ մենք ես ու դուք չգիտենք, թե ինչքան ձայն ունեն իրենք, բայց իրենք ուրեմն լավ գիտեն, որ այնքան ցածր է իրենց ռեյտինգը, այնքան փոքր է հավանականությունը վերընտրվելու, որ դիմում են այդպիսի հուսահատ արդեն խելագար, հա, քայլերի մի հատ շարքի են ձեռնարկել։ Ավինյան երեք մի բան էին դրել, ես չգիտեմ ինչքանով է դա ասում եմ, էլի այս անլրջությունը ինձ ուղղակի
Չգիտեմ ինչ ասեմ, ոնց ես ասեմ, այդ ես էմոցիոնալ եմ երևի, բայց այս աստիճանի անլրջություն, ուրեմն Աչափնյակի մետրոն որոշել էին 18 թվից սարքում են, չէ՞, մի խոսքով չեն էլ սկսել, եւ հանկարծ հայտարարում մենք սկսելու ենք Աչափնյակի մետրոյի 48 ամսում, հետո ամփոփում է, այսինքն 2 տարի։ Ինչ ասես, լուրջ է դա։ Հա ու գիտեք ինչն է հետաքրքիր, որ այս հոսքը այս հիմա որ սկսելու է ամեն օր մի անլրջություն, ամեն օր իրանց համապատասխան այս տարիների կառավարման համապատասխան գործունեություններ, ես օրինակ շատ կուզեի այդ բաժանվելը ավելի հնդկական կինո է, սերիալ։ Ես կուզեի, որ ժողովուրդը ուղղակի ռեակցիա չտար։ Իրանք զբաղացնում են, ոնց որ զբաղացնում են։ Հիմա օրինակ ինչ են ուզում դրանով ասել, որ ինչ բաժանվում են, հələ բաժանեք հետո։ Ով է հավատում։ Չէ, հիմա նայեք, ես էլ այլ կողմից այդ խնդրին կարամ մոտենամ, հա։ Ասենք 18 թվից սկսած իրենք անընդհատ ինչ որ արժեքներ սկսեցին տրորել։ Ցեղասպանությունից հրաժարվեցին, Արևմտյան Հայաստան չկա, Արարատը սարը մերը չի, Մաշտոցը պետք չլինի Այբենայանում, հիմնը պետք է փոխվի, գերբը պետք է փոխվի, Արցախը ոչինչ որ տվել ենք, դա մեր հաղթանակն է, մեր ինքնիշխանությանն ենք մենք հասել, եկեղեցու դեմ արշավ, եկեղեցին կրոնը հավատքը արժեք չունի, մի արժեք էր մնացել։ Մի արժեք, դա ընտանիքը, հայկական ընտանիքը։ Պարզվեց այդ ընտանիքն էլ չկա։ Դե բայց այդ Պաստորն իրենց կյանքում։ Այդ ո՞ր չկար։ Ինչ եք զարմանում։ Այդ ո՞ր չկար։ Դե գոնե երևութական արտաքուստ պահում էին այդ բանը, հա, կինը կողքից քայլում էր, ասում էինք, տես գոնե լավ ընտանիք ունեն, 4 երեխա են ունեցել, ապրել են այսքան տարի միասին։ Լավ էլ է։ Գնում են այցելությունների, պետական այցեր են կատարում իրար հետ։ Պարզվեց դա էլ չկա, դա էլ է սուտ, փուչ, անհիմն։ Չէ, դե իհարկե։ Ամեն ինչ այսքան արժեքները ոտնահարել, այսքան ոչնչացնել։ Չէ, դուք գիտեք ինչ, այնքան բան եք ասում, ասեք, նենց բան եք ասում, արժեք, համակարգ եւ այլն, մենք էս դրա մեջ չենք ապրում արդեն բավական երկար ժամանակ, հասկանում եք, շատ երկար տևեց, շատ երկար։ Ու զարմանալու են մի բան մենակ ես մեր ժողովրդին շնորհակալ եմ այնուամենայնիվ, որ դաժե բառս անգամ այդ խավը, որ այնուհանդերձ սիրահարված էր, հավատքի հարցում գոնե չկանգնեցին կողքին, հասկանում եք։ Այսինքն դուրս ա գալիս, եկեք մի քիչ էլ, ես զարմանում եմ, ես զայրանում եմ այդ խավի վրա շատ։ Ես ուղղակի ուզում եմ սենց անհատական, եթե իմ այն ասում են ձեռս ճարելներ, անհատական կմոտենայի, կխնդրեի, կասեի ուղղակի մի հատ փաստերը դիր իրար կողք։ Ուղղակի, եթե քո համար Արցախը արժեք չի, լավ, դնում եմ մի կողմ։ Այդ 5000 երեխան մտածված, ծրագրված տարավ, դա արժեք չի, լավ, խնդրեմ։ Մեսրոպ Մաշտոցի նկարը Այբենյանից հանելը ինձ համար դա սարսափելի բան էր։ Սարսափելի, անկեղծ ասեմ, սարսափելի բան էր, շատ ծանր տարա ես այդ բանը, որտեվ ինչ ասեմ, գիտության մարդիկի հա, վերջո, ես Պարուս Սևակին մեջտեղ վերեմ, իմ դոկտորական ատենախոսությունն է, որ Մաշտոցը մեզ զենք տվեց, ապրելու զենք տվեց, հասկանում եք, ու հանկարծ ինչքան կարելի է տրորելով գնալ, հասկանում եք, լավ, այդ մարդիկ բացարձակ չեն մտածում, բայց գոնե այդ բոլոր գնաց տրորելով, բայց եկավ հասավ եկեղեցուն ու մեր եկեղեցին, մեր ժողովուրդը այնուամենայնիվ չգնաց։ Ասաց ոչ։ Այո, ասեց ոչ, կոնկրետ ասեց ոչ։ Եղան, իհարկե եղան։ Մեկ էլ գիտեք, երևի դուք ուզում եք այնուամենայնիվ ես հասկանում եմ ինչ որ լավատեսական երանգ, չէ, մեր խոսակցություն, այո, լավատեսականը իմ կարծիքով նաև այն է, որ մաքրվում ենք, լուրջ եմ ասում, ես ցավալիորեն ընկերներ եմ կորցրել այս ընթացքում, շատ ցավում եմ, բայց կորցրել եմ, բայց միաժամանակ մեկ ասում եմ, իսկ եթե լավ է, իմ կողքին թող նման
մնան իմ նմանները։ Մհմ, Հասկանում եք, այնու եկեղեցին, զտվում է, էլի, զտվում է, այո, մաքրվում է։ եկեղեցին մաքրվեց։ Մհմ։ Մենք մեզ Չէ, շուրջը հետո մյուսն էլ ճանաչեցինք։ ասենք, Տիկին Լիլիթ, որ մարդիկ դեմքով դարձան դեպի եկեղեցին, Այո, սկսեցին պատարագի գնալ, այո, սկսեցին այո, հասկանալ, ճանաչել այո, հոգևորականներին, կարդալ։ գնում էլ էին եւ հիմա ավելի շատ։ Դրա համար ես իմ ժողովրդին, դե իմ ժողովրդին ես սիրում եմ, ինչքան էլ բամբասը մեկա սիրում եմ, որտեվ եթե սիրում ես հայրենիքը, ժողովրդին էլ ես սիրում։ Եվ Ես հետո ասում եմ, մեր այնո ժողովուրդը մենք ենք, ես ու դուք այո, ենք, ոչ թե այո, ինձ էր ասած։ հետո ինչ որ արժեքներ կան մեր ժողովրդի մեջ այնուհանդերձ, որ պահպանվել են, շատ բան իհարկե աղավաղվել է, ես ասենք թե ես չգիտեմ, ուրեմն ինչ որ մեկը Կարապետյանների ընտանիքից ինչ որ բան էր ասել կանանց հետ կապված, հա, որ բոլորը փրփրել էին, չպիտի ինչ լինեն որ չբավարարված հա, կանայք հա, եւ երևի այլն, ասեցի, այդպեսի որ մի բան։ նախադասություններ Ու ասել։ գիտեք ինչի վրա էի զարմացել։ Ընդհանրապես մենք ոնց որ աբսուրդի ինչ որ թատրոնում ապրենք, ինչի վրա էի զարմացել։ Մի ոգև բան են եղել, մի վիրավորվել են, մի շատ կներեք, ես այդ վիրավորվածներին ինձ ուզում եմ հարցնեմ։ Բացարեք մեր այդ Facebook կոչվածը։ Բացարեք կոմենտները։ Մեր կանայք, այսինքն ձեր այդ վրթովոց մարդկանց կանայք, աղջիկները, մայրերը, կեսուրներն ու չգիտեմ զոքանչները, այդ դուք ինչի՞ եք վիրավորում, որ տենց այլանդակություններ են գրում։ Այդ ինչի մեկի ձեռը չեք բռնում, չեք ասում հայկին ես ամոթը, ամոթը։ Չէ, հետո շատ լավ զուգահեռ էին արել, ասում է Նիկոլը կանգնեց, ասեց Արցախը, Ադրբեջանը չվիրավորվեցիք, մարդը մի նախադասություն ասել, չգիտեմ, Գյումրին գյուղա կամ չբավարարված կանայք կան, դա դարձնում է հիմար բաների վրա մենք ուշադրություն ենք կենտրոնացնում։ կարևոր Եվ բաները գիտեք ինչ, թողնում էժան, դրա վրա խաղում են էլի։ Հիմա այսօրվա ձեր ասած բաժանությունը։ Էժան ինչ որ անկապ անիմաստ նախընտրական։ Հա, Շատ լավ, բայց ուզում եմ ես ձեզ ուրախացնել։ Մենք տեղեկություն ունենք եւ կրթության նախարարությունը հաստատել է մեր տեղեկությունը 2026-27 թվականների ուսումնական տարվա համար հիմա այբենաները տպագրվում են եւ Մեսրոպ Մաշտոցը նորից վերադարձրել են դասագիրք։ Եվ այդ աղմուկը փաստորեն իր դերը խաղացել է։ Բայց դա չի նշանակում, որ մեր դպրոցները լավ վիճակում են, այո։ Հիմա մենք այս շաբաթվա ընթացքում օրինակ իմացանք, որ փառքյուններն են հանվում եւ կոնկրետ հրահանգավորված են արվում այդ գործընթացները։ Այո, օրինակ մեր մայրերը, մեր ծնողները, այս իշխանությունների սիրահարված զանգվածը չեն տեսնում դա։ Չեն ամաչում, չեն տխրում, սիրտները չի ցավում։ Ոնց կարել է։ Ոնց կարել է։ Այդ մեր թանկ զոհերը, այդ մի բանն է, չէ՞, այդ հիշատակն է մնացել իրենցից, այդ նկարները, այդ անկյունները, որ երեխեքը իմանան, այդ օրինակով դաստիարակվեն, մեծանան, չէ, դա էլ պիտի ոչնչացնեն։ Չէ, դրա համար եմ ասում, ոչ մի արժեք չեն ուզում թողնեն այլևս։ Այո, արդեն չեն թողել։ Արդեն չեն թողել։ Եվ մանավանդ այդ դպրոցների փակման պատմությունը, հա։ Հիմա տեսեք, անընդհատ ուրեմն խոսվում է այդ մասին, որ 200-ից ավելի, կարծեմ 230 քանի դպրոց փակվում է հանրապետությունով մեկ, այսինքն փակվում է այսպես, գյուղը փոքրաթիվ աշակերտներ ունի, դպրոցը փակում են, աշակերտներին ասում են ավտոբուսով կտանենք հարևան գյուղ, ու ընդ որում հարևան գյուղերը կարող են շատ հեռու լինել եւ երկար ճանապարհ, խնդիր, այո, եղանակ, հազար մի հարց կարող է առաջանալ, բայց անում են այդպիսի բան, հա, ուրեմն ուսուցիչներ են մնում գործազուրկ, դպրոցների շենքերն են դատարկվում եւ առհասարակ գյուղը ինքը եթե դպրոց չունի, պարզը որ այդ գյուղը հայտնի չի թե ինչ ճակատագիր է ունենալու ապագան։ Ես ահավոր ցավով կարդացի անցած օրը Հրանտ Մաթեոսյանի որդին էր հարցազրույց տվել եւ ասել էր, որ Աղնիձորը, որը փոքրիկ գյուղ է եղել եւ իմ հայրն է նաեւ նպաստել է, որ այդ գյուղը միշտ դպրոց ունենա, հիմա այդ դպրոցն էլ են փակել, ուրեմն ամբողջ օրը ուրեմն Նիկոլ Փաշինյանը Հրանտ Մաթեոսյանից մեջբերումներ է անում, բայց տարական հարգանք չունի այդ մարդու գյուղի նկատմամբ, որպեսզի գոնե այդ գյուղում դպրոցը պահպանեին։
Ես չգիտեմ, էլի ես հա ու միաժամանակ նաև կրթության նախարարությունը հերքում է ասում, մենք չենք փակում դպրոցները, ով է դպրոց փակում, Բայց որտեղից էս խոսակցը։ օպտիմիզացում է կատարվում, չգիտեմ, Լավ, դպրոցների դրա անունը ինչ խոշորացում ուզում եք դրեք։ այո, մանիպուլյացիաների մեծ մասնագետ էական չէ չի իրենք։ չեն դնում։ Նախ ես կարծում եմ, որ գյուղը դպրոց չունենա, դա հանցագործություն է։ Կարող է երկու դպրոց ունենա, միավորվում եք, բայց բոլոր գյուղերը պետք է դպրոց ունենան։ Ես եթե չեմ սխալվում, դեռ ինչ որ անհեթեթ ինչպես բոլոր օրենքները չափանիշ դրեցիր 100 աշակերտից Ավել, հա, Հիսուս Քրիստոս, ինչի։ Ով է որոշել այդ չափանիշը։ Դուք։ Հա, ինչի հիման վրա։ Այսինքն, եթե ընդհանրապես սովորաբար մեր օրենքները այսօրվա շատ անկատար են, ինչի, որովհետև օրենքը որոշելուց առաջ ոչ մի ստատիստիկա չի արվում։ Այսինքն դուք փորձեք մի հատ ստատիստիկա, ասեք, տեսեք, քանի դպրոց, քանի աշակերտ ունի, գյուղերում քանի ենթադրյալ աշակերտ կա, նոր ըստ այդմ դրեք չափանիշ։ Եվ առաջի սկզբունքը պետք է լինի, որ յուրաքանչյուր գյուղ պետք է իր դպրոցը ունենալ անպայման, որտեղ դա անկախ նախակրթություն, աշակերտների եւ հասկանում եք, կրթության այն երկրորդ նախակրթական բանը չհաշված, փաստորեն մեր հիմնարար կրթությունն է ինչ որտեղ այդ մեր դպրոցական կրթությունը։ Ես հասկանում եմ, կարող եք ավագ դպրոց չտանել, դա էլ մի ուրիշ պատիժեր է ավագ դպրոցը, բայց ոնց կարելի է դպրոցը փակել։ Այդ դա հանցագործություն է, ես լուրջ եմ ասում։ Քայլեր կան, որ առաջի պահից կարող է թվալ, հա դե բա դրա հետևանքները։ Դա գյուղի դատարկման հիմքն է։ Հասկանում եք, գյուղի դատարկման, Հետո պետությունը պիտի ռազմավարական ծախսեր տեղից մենք այսօր մենք խոսում ենք, Արմինե, մենք այսօր խոսում ենք մեր ժողովրդի մասին, ճիշտ է։ Ժողովուրդ, որ չի ուզում մտածի, այն կսիրահարվել է ու չի ուզում մտածի, ճիշտ է։ մի մաս, Դրա մի փոքր մաս, դրա արդյունքը, դրա պատճառը 30 տարի դեգրադացիան։ 30 տարի եկեք անկեղծ ենք իրար հետ ու ասենք, որ 30 տարի մենք չկրթեցինք այս ժողովրդին, որովհետև մի հատ ես անընդհատ այդ մասին խոսում եմ, այսօր եք խոսեմ, մի հատ հետ նայենք ու 88-ի մեր ժողովրդին հիշենք, սովետական կրթություն ստացած ժողովուրդներ, միական, միահամուռ, եւ դուրս եկավ այդ խայտարակ ծանր մեքենայի դեմ, չէ՞, սովետական այդ պատժիչ մեքենայի դեմ դուրս եկավ, չվախեցավ իրար սիրող մի կարծիքով հայրենիքի գաղափարը հիմք ունեցող, հասկանում եք, այդ սերունդը հիմա դառանք ինչ։ Շնորհիվ ինչի։ Մեր կրթությունը արհամարելու շնորհիվ։ Մենք արհամարեցինք մեր կրթությունը ասվածը։ Այսինքն, այս դպրոց փակելը դա լուրջ հետևանքներ է ունենալու, շատ լուրջ։ Բայց, եթե անկեղծ ասեմ, ինձ թվում է չեն հասցնելու։ Դա Աստված ձեր ձայնը լսի։ Դե պարզ է, որ արվում է խնայողության նկատառումներից ելնելով եւ արվում է, որպեսզի այդ միջոցները բերեն Եվի պարգևավճար տան, ինչ անեն, կարելի է 7 տարի պարգևավճար ստանալ։ Իրանց բարձր պաշտոնյաներին էլ գիտեք, չէ՞ որ միայն վերնախավն է ստանում այդ մեծ պարգևավճարները։ Այսինքն բան չի էլի, այդպես չի։ Մենք խոսում ենք իհարկե դպրոցների փակվելուց, բայց այս ընթացքում նաև մի ուրիշ ավելի կարևոր քայլ արեցին, որը կարծես մի տեսակ աննկատ անցավ, հա։ Մի քիչ խոսեցին գիտնականները ու լռեցին այդ մասին։ Գիտությունների ակադեմիան, այո, ինչ կարգավիճակում է հիմա, կա, չկա, վերացրեցին Հիմա եթե հարցրեք կասեն չեն վերացրել, բայց իրականում վերացրել։ Ես ինձ որևէ մեկը այլ բան չի կարող ասի ու չի կարող համոզի, որտեղ ակադեմիա ասվածը դա գիտական հիմնարկների դա մի հատ հանրագումար է, ճիշտ է, գիտությունների ազգային ակադեմիա, դա գիտական հիմնարկ։ Եթե դու բոլոր գիտական հիմնարկները, գիտական ինստիտուտները հանում ես ակադեմիա, ստակը ինչ է մնում։ Ինչ է մնում։ Նախագահությունը, իսկ ո՞րն է նախագահության ֆունկցիա։ Այսինքն չունենք մենք էլ ակադեմիա։ Իսկ որ հետքը մի քիչ հետք են թողել, այդ երևի ինչ որ լռեցնելու առայժմ մեն ռուսախոսք ունի դա բարի դա времени։ Եվ փաստորեն այո, պատերազմի ժամանակ եկան մեր մտավորականները դրսից, մենք ստեղծեցինք գիտությունների ազգային ակադեմիա, այսօր մենք 90-ական թվականների նկատի ունեք։ Պատերազմի ժամանակ 43։ Այո։
այդ ժամանակ Օրբելին եւ մենք այսօր մեր ակադեմիան քանդեցինք դե ասում եմ անդառնալի բաներ են կատարվում հասկանում եք անդառնալի բաներ են կատարվում Եվ տեսեք ինչ խորամանկորեն են անում, նրբորեն են անում, հա, իրենց վտանգ սպառնացող բոլոր օջախները կամած մարելով են անում։ Ասենք նույնը տեղի ունեցավ գնդերեցների հետ, չէ՞։ Այո։ Ասենք եկեղեցու ընդամենը 50 հոգևորական բանակում արկային, հա, աշխատավարձ էին ստանում, փոքրիկ աշխատավարձեր ընդ որում մեջ չի, եւ այդ հոգեվոր նաեւ աջակցություն էին ցույց տալիս այդ զինվորներին։ Ինչի՞ եք վերացնում այդ կառույցը, որ ինչ լինի։ Էլի անունը դրեցին վերակազմավորում, չգիտեմ ինչ, հիմա արդեն ինչ աղանդասես կմտնի թողտվությունը մեծ չափերի է հասնում։ Թողտվությունը ժողովուրդը թույլ է տալիս։ Հասկանում եք։ Երբ որ չես խոսում, կանաչ ճանապարհը Ժողովուրդը չի խոսում։ Facebook-ը տնաքանդություն է։ Բոլորը գրում են Facebook-ում ու վերջանում Գիտեք, այստեղ մի քիչ ես ձեր հետ համաձայն չեմ, ինձ թվում է այստեղ շատ մեծ մեղք ունի մեր ընդդիմությունը։ Ի վերջո մենք տեսնում ենք, չէ՞ մարդիկ ինչքան դժգոհ են ամեն ինչից։ Բայց մարդը ինքն չի նախաձեռնում պայքար։ Իրեն պետք է կազմակերպել, առաջնորդել ու խորհրդել։ Ես վերջերս գրել էի, որ մարդիկ չհասկացան, որ այդ փողոցներով որ երթեր էին անում, այդ մենակ դրա նպատակը չէր, որ իշխանություն վերցնեին, այլ նաև այն նպատակն ուներ, որ այս իշխանությանը զսպող դեր խաղար։ Եվ այդ շրջանում իշխանությունը շատ զուսպ էր իրեն պահում, սենց քայլեր չէին անում։ Հենց փողոցը դատարկվեց, իրենք սկսեցին լկտի անալ, ցինիկանալ եւ այսպիսի բաներ անել։ Հիմա մենք մի ամբողջ տարի է հայտնվել ենք եկեղեցու դեմ այդ արշավի այդ բանի մեջ, այդ թողոբոհի մեջ։ Խայտառակություն, մարդիկ խելագարվում են ուղարկի։ Ինչքան բացատրեցին, գրեցին, ասեցին, բոլոր ձևերով, նույնիսկ Սփյուռքի մեծահարուստները սկսեցին հանդես գալ մեր ամոթը, ճիշտ եմ ասում ամոթը։ Ես ձեզ ուզում եմ Սիամանթոյի խոսքերը ասեմ։ Կոպիտ բառ կա մեջը, բայց ես չեմ ասել։ Անենց ցավոտ է։ Ասում եմ այս ուսահատության, զզվանքի, օրնիկ համակերպումի իմ բառարանես ու ձեր բառարանեն բացակա հայոյանքի արժանի օրերու մեջ։ Հայ օրերու մեջ։ Մի դար առաջ։ Ինչ տխուր է։ Տխուրը գիտեք որն է, որ մեկ են մեկ համընկնում է մեր այսօրվա օրվան։ Հասկանում եք։ Շատ տխուր է։ Այդ եկեղեցու դեմ այդ արշավը եւ գիտեք ամենացավալին, որ մեկ-մեկ ուղղակի դու էլ չես հավատում, որ կա օրինակ դոկտոր պրոֆեսոր, որ ասում է եկեղեցու դեմ չի կաթողիկոսի դեմ։ Հասկանում եք։ Այ այդ դեպքում գնդերեցները ասեցիք։ Եկեղեցու պատմությունը դպրոցից հանելը, սրբազաններին բանդ նստացնելը, պատարակները աղավաղելը, շատ տխուր բան է, երբ որ դու լինելով ինչ որ երկրի քաղաքացի, դու ամաչում ես քո երկրի ղեկավարության արած գործերից, ուղղակի ամաչում ես, հասկանում ես, այդ շատ տխուր, շատ իրականում շատ տխուր, դա արդեն ոչ ողբերգություն է, ոչ հարմարվել է, ոչ դա այդ ամոթը, ու դու ամաչում ես ու հասկանում ես, որ իրանք ամոթ չունեն, ընդհանրապես ամոթ կորցնելը վատ բան է։ Անցած օրը չտեսաք, արտարադատության նախարարը ասում է, ես ձեզ արգելում եմ այդ հարցը տալ, լրագրողին է ասում, որ կանավայրում իրեն ենթակա օղակում մարդ է մահացել, լրագրողը հարց է տալիս, ես ձեզ արգելում եմ այդ հարցը տալ, իսկ եթե փողոցում ասում է որևէ մեկը մահանա, կարող ենք ձեզ մեղադրել, պատկերացնեք լրագրողին բան է ասում, այսինքն այ աղջիկ ջան, դու նույնիսկ չես գիտակցում, որ դու այդ համակարգի ղեկավարն ես, դու պատասխանատվություն ես կրում այնտեղ տեղի ունեցող ամեն ինչի համար։ Նույնիսկ եթե այդ քո աշխատողը դրսում ինչ որ մի հանցանք կատարի, ելի դու ես պատասխանատվություն կրելու։ Դա հասկանում եք, դա բարոյական կոդեքս է, չքննված օրենքներ կան, հո հարցեն չի, որ չեն ասում դու ես գնացել սպանել այդ մարդուն, բայց դու պատասխանատու ես դրա համար։ Շատ տխուր է, ամեն ինչ չափազանց տխուր։ Այո։
Եվ այս անամոթ, այս լկտի, այս ցինիկ պահվածքով էլ Այո։ այս ամբողջ երկիրը կառավարում են էլի այս Այո, մարդիկ։ այո։ Հիմա նախընտրական փուլում ենք, գնում ենք դեպի ընտրություններ, գրեթե բան չմնաց, 100 օր ընդամենը, որը շատ կարճ ժամանակ է ըստ էության, հա, ու մենք արդեն խոսեցինք այն մասին, որ իշխանությունը ցայտնոտի մեջ ինչ որ քայլեր է ձեռնարկում, փորձում է ռեյտինգ բարձրացնել եւ այլն, եւ շատ ակտիվ, շատ ագրեսիվ հակակարողություն են տանում ընդդիմադիր ուժերի դեմ։ Իհարկե մենք էլ, ես եւ դուք գոհ չենք այդ նույն ընդդիմադիր ուժերից, հազար այսպես ասած դժգոհություններ ունենք, դիտողություններ ունենք, քննադատելու տեղ ունեն իրենք, բայց այնուամենայնիվ մենք պետք է ընտրենք գոնե չարյած փոքրագույնը, չէ, գնում ենք Չէ, ընտրությունների եւ պատկերացրեք, ես առաջ այդ կարծիքի եմ, այդքան էլ նոր ուժեր կան, երիտասարդներ կան, հեչ էլ չարյած փոքրագույնը չի։ Ես այդ շատ նոր լավ է, ուժերին այդպես եք։ հավատում եմ, հա, եւ կարծում եմ, որ լավ երիտասարդներ շատ կան, հասկանում եք, մենք պետք է ներուժը օգտագործենք։ Ես, հա, կարող եք հներից էլ կան, որ կարելի է ընտրել այդ ինչ որտեղ ցանկության ընտրության հարց է, չէ, բայց իմ ցանկությունը խնդրանքային պետք է լինի, որ ժողովուրդը գնա ընտրության։ Հասկանում եք, ամենաշատ ինձ ինչն է զայրացնում, որ ասում են, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես չեմ գնալու ընտրության։ Ախր դա բացարձակ քաղաքականություն չի։ Բացարձակ ընտրության գնալը դա քաղաքականության հետ որևէ կապ չունի։ Գործող իշխանությանը ընտրել, վերջ։ Բացի դրանից, դա քո քաղաքացիական պարտքն է ընդամենը։ Այսինքն դու գնում ես քվես տալիս նրան, ով ուզում ես լինի այսօր քո պետության, քո հայրենիքի ղեկավարը եւ նաեւ քո երեխայի ապագան։ Ընդամենը։ Այսինքն մի րոպե մի հատ աշխատացրու, մտածի, որ ուզում եմ այսինչը լինի, չէ՞, եւ ուզում եմ այս վիճակը շարունակվի իմ երեխան էլ տառապի, sense ոնց որ մենք տառապեցինք։ Ու ասա, որ գնում եմ ընտրության, մի ասա քաղաքականությամբ եմ զբաղվում։ Դրանք իրար հետ կապ չունեն։ Բան են գցել վերաններ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ գնում ընտրության։ Այ այդ է ամենամեծ տխը։ Մենք որ նայենք 50% մենք անգամ չենք գնացել ոչ 21 թվականին, ոչ քաղաքապետ ընտրելուց, այսինքն ժողովրդի կեսը չի գնում։ Դա համացածագործություն է սեփական հայրենիքի հանդեպ։ Այդ Այդ անտարբերությունը։ պարզապես իրենց քվեն չեն կարևորում էլի մարդիկ։ Դե հենց Կարծում են, որ իրենք դա, ոչ մի հա, բան դեր բայց չեն խաղալու, կգրեն, բան չի կարծիք փոխվելու, կգրեն, կոմենտներ կգրեն, կվրթովեն, կդժգոհեն, կխոսեն, կդժգոհեն, կբամբասեն, կասեն, որ ճիշտ է։ ներվերը քայքայված է, որ չենք ուզում, ինչ ասես խոսում են, չէ՞, բայց հենց այդ ամենը արտահայտվելու տեղը բանը արեք։ ընդհանրապես ընտրության գնալն է։ Այո։ Եվ հետո պետք չի մտածել, որ այդ սպիտակ ձյու վրա ասպետը գալու է եւ դուք ընտրելու եք։ Այդպես չի լինում։ Այո, Այդպես չի լինում։ մեր ունեցած Այո, բաներից եք ընտրելու, հա, ուժերից եք ընտրելու։ Եվ երկրորդն էլ ես կարծում եմ, որ հիմա եկել է այն ժամանակը, որ այլևս մեկ ուժ չպիտի կառավարի երկիրը, որովհետեւ մենք այնքան ծանր վիճակում ենք, որ պետք է բոլորը այդ ձեր ասած առողջ ուժերը իրար հետ միանան եւ փորձեն երկիրը հանել այս ամբիցիաները մի կողմ վիճակից։ դնեն, բոլոր ամբիցիաները, դրա ժամանակը չի, դրա օրը չի։ Եվ հետո մենք այսօր նենց իրավիճակի մեջ ենք, որ կոպիտ ասած մի հոգու խելքի բանն էլ չի սա կարգի բերելը, հասկանում եք, միահամուռ ուժեր են պետք, համախմբվածություն է պետք, սեր է պետք իրար հանդեպ, միասնականություն է պետք։ Սպառակտում ես թշնամակը պիտի վերանա երկրից, որ իրար զիջել, իրար լսել, այ այդ բոլոր հատկանիշները մենք ունենք, մեր ազգի մեջ կա այդ ամենը, չէ՞, ուղղակի պետքա դուրս գա։ Հիմա մենք մեկ ինձ այնպես տպավորություն ա, որ sense խառնվեց ու վատը դուրս թափեց դուրս։ Այ պետքա այդ վատը հետ տալ, սխմել, տանել, ներքև տանել, դա էլ կա, բայց այ լավ բաները, մեր ազգի են լավ հատկանիշները, որ իրոք ունենք, մենք ջերմություն ունենք իրար հանդեպ, մենք սրտացավություն ունենք, չէ, մենք հարևանություն ունենք, ընտանիք գնահատել ունենք, ընկերություն ունենք, բարություն ունենք, ինչ եղավ։ Ոնց, այսինքն դուրս է գալիս, որ մի հոգի կարող է ինչ-որ ռոպագանդայով քո այդ հատկանիշները վերացնել, չի լինում, տենց ոնց կլինի, այսինքն պետքա այդ ամեն ինչը նորից արթնացնել մեր ժողովրդի մեջ, հիշեցնենք իրանք ով են վերջապես, հասկանում եք։ Ճիշտ է։
Եվ հուսով ենք, որ մեր ժողովուրդը կգիտակցի այդ բոլորը եւ Ահա, առաջիկայում այո մենք մեզ ծանր շրջան է սպասվում իհարկե դեռ իրենք շատ քայլեր ունեն անելու այո, բարձր այո, որ բայց բոլոր ձևերով անելու մարդկանց են, մենք ներշնչելու են, որ ուղղակի իրենք ընտրված ձեր են։ գործը, առավել եւս ձեր գործը, ուղղակի նա պետք է լինի ոչ թե մեղադրել, ոչ թե չնայած մեղավոր են, որ դեռ հավատում են, ես բան չունեմ ասելու, բայց այնուամենայնիվ, ասենք մոլորյալներ են, տենց անունը դնենք, հա, ուղղակի կարողանաք իրանց համոզել, որ սթափ հայացքով նայեն իրականությանը, մի հատ այդ աչքերի վարակույրը հանեն, այդ չեղած Չէ, տեսնեն։ հետո գիտեք 8 տարին բավարար ժամանակ Իհարկե, է, որպեսզի իհարկե, համոզվեն, որ այս մարդիկ կարող են իհարկե, ղեկավարել երկիրը, այո, թե այո, չէ։ հիմա նախկիներ, իրանք են հիմա նախկինը, Այո։ այսինքն իրանք են նախկինը, Եվ հասկանում եք։ այնքան ավերածություն, այնքան վատ բան, ինչքան էս 8 տարում տեղի ունեցել մեր Այո, երկրում, այդ բոլորը ի վերջո վերագրվում է գործող, այդ ժամանակի գործող իհարկե, իշխանություններին, ու այո, չես կարող ասել դա, չգիտեմ, Տիգրան Մեծն էր մեղավոր կամ Կարեն Դեմիրճյանն էր մեղավոր։ Այս մարդը 8 տարի արդեն այո, իշխանության այո, ղեկին է։ հա, Մի հարցի պիտի պատասխանեն, ուզում են մնա այս իշխանությունը շարունակի հա, իշխել, թե ուզում են հեռանա գան նոր մարդիկ, որոնց դեպքում գոնե շանս կառաջանա ինչ-որ բան փոխելու։ չէ, բացի դրանից, որովհետև եթե դուք տենց ուղիղ եք հարց տալիս, նրանք ասում են, այո, ուզում եմ, ինչի ես ուզում։ Այս այդ կուզեմ այդ լրագրողները, որ փողոցներում հարցումներ են անում, հարցնեն ինչի։ Մնալը, թե գնալը, Այո, նկատի ունեք, հա, հա, թող բացատրեն հա, իրենց տեսակետը ինչի, ինչով է ինչի։ պայմանավորված։ Գուցե իրանք ինձ է համոզեն, բայց ինչի։ Չէ՞ որ ցանկությունը ինչ որ հիմք է ունենում, պատճառ է ունենում, չէ՞, հենց նենց Չեք օլտիմետ պատկերացնում ինչ ցանկություն։ ապուշություններ են ասում այդ դեպքում, Ոչինչ, թող հենց ասեն։ բացատրություններ են տալիս, հենց կապշես ուղակի։ Ասենք դե մի ժամանակ անդադ այդ ասֆալտներ, չգիտեմ, ես ինչ Դե գյուղում ասֆալտներ ծրագիր տեսա։ արեցին, չգիտեմ, ես ինչ բանը սենց արեցին, Ահա, абսուրդ բաներ։ Երբ որ մարդը, չգիտեմ, այդ որ շղարշը քողը կա աչքերի վրա, ինքը փորձում է ամեն ձևով արդարացնի բոլոր քայլերը։ Բանը պարտությունը ինքը չէր մեղավոր, այնտեղ ռուսներն էին, այնտեղ ադրբեջաններ, էս ինչներ, Պողոսներ, Պետրոսներ, դրա համար պիտի adekvat մտածող մարդիկ լինեն, դե որ եմ ասում, կարողանան այդ սթափ փաստերը իրար հայացքով։ կողքի դնեն ու տարական եզրակացություն անեն, էլի։ Ճիշտ։ Ոչ թե իրենց ինքնախաբեությամբ զբաղվեն, էլի, նույնիսկ 2026 թվականին ամոթել է, որ մենք այս տարական բաները բացատրում ենք, չէ՞ մարդկանց ի վերջո։ Չասես։ Այո։ Շատ լավ, շնորհակալ եմ, կարծում եմ հետաքրքիր զրույց ստացվեց։ Ես եմ Այսօր շնորհակալ։ այսքանը կհանդիպենք։